Պարոն Սեֆիլյան, այսօր հոկտեմբերի 3-ն է, դատական վերդիկտը արդեն կայացվել է Սրբազան Աջապահյանի վերաբերյալ, այսօր դատավճռի հայտարարությունն ենք մենք լսելու, իհարկե կլոր սեղանի մասնակիցները, կլոր սեղան համագործակցության այդ բոլոր մասնակիցները դատապարտել են այն, ինչը ներկայիս իշխանությունը անում է ընդդեմ եկեղեցու, ինչ կարող ենք պնդել, որ սա այս քայլը, ինչը որ իշխանությունները անում են, ուղղված է ոչ միայն եկեղեցուն, այլ հայ ժողովրդին դեմ։ Անշուշտ այս հալածանքին, քաղաքական հալածանքին ականատես որ լինում ենք, մի քանի նպատակ է հետապնդում, ինչպես ասացիք, առաջնահերթորեն եկեղեցու հալածանքն է, նպատակ ունենալով հայ ազգի ինքնությունը, ինչպես ասենք, ջզմելու, վերացնելու, այս թուրքական այս պատվերի մասին մենք հաճախ ենք խոսել, բնականաբար այս հալածանքի մեջ մենք նաև պետք է տեսնենք 26 թվի իշխանությունների վերարտադրվելու փորձի իրենց ամբողջ օպերացիան, հեսա օպերացիան սկսել խոչընդոտները հնարավորինս դաշտից հանելու եւ ինչու՞ չէ նաեւ մասնավորապես arczepiskopos-ներին հալածելով ուղիղ հայ ժողովրդի արժանապատվությունը դրորելու խնդիր է տրված։ Ես վստահ եմ, այսօր 100,000-ավոր հայ մարդիկ, ովքեր հետևում են arczepiskopos-ների հալածանքը, անհիմն այս հալածանքը, բոլորը հասկանում են, որ շատ վտանգավոր ժամանակներ են ապրում եւ կարծում եմ գերիշխում է բոլորի մոտ այն կարծիքը, որ այս ամեն ինչը թուրքական ոչ միայն հետքեր են, այլ հստակ պատվեր, որ արդեն այսօրվա իշխանությունների գլխավորությամբ այդ հանձնարարությունները տեսնում ենք ինչպես ուզում են կյանքի կոչեն։ Իմ համար անձնապես շատ վիրավորական է arczepiskopos-ների նկատմամբ այսպիսի վերաբերմունքը, որոնց էլ հասկանում ենք, եթե որևէ լուրջ հանցանք կործած լինեին, խնդրեմ, ամեն պիտի հավասար լինի օրենքի առաջ, բայց բոլորս էլ գիտենք, որ Աջապահյանի գործը, որ ուսումնասիրել, զերո մեղսակցություն ինչի մասին որ իրենք խոսում են, ուսումնը մարդուն մեգուսացնում են, մեկ տարի առաջ արված հայտարարությունների պատճառով, նոր չէ, այսինքն խոսքի, գարձիկ հայտնելու պատճառով մարդու arczepiskopos-ին համարձակվում են մեգուսացնել։ Անշուշտ այս համարձակությանը նրանք հասան այս անցած 4-5 տարիների ընթացքում հետպատերազմյան ժամանակահատվածում իշխանությունները անընդհատ փորձել են ստուգումներ անել, թե ինչքան կարող են հալածանք առասարակ հայ ժողովրդի նկատմամբ հալածանքը շարունակեն, ինչ չափի կարող են խորացնել եւ ցավոք այս 4-5 տարիների ընթացքում այդպես էլ մեզ եւ մնացյալ քաղաքական շրջանակներին չի հաջողվել այս թափանիվը կանգնեցնելու ու ցավոք դա շարունակվում է եւ այո անձնապես նաև խորը վիրավորված լինելով հանդերձ մենք այդ ամենը չի ազդելու մեր կողմից տարիներ շարունակ ունեցած որոշման վրա, մասնավորապես նկատի ունեմ ուշ թե շուտ պիտի այս գեղեցկու համագարկից պիտի ցերպազատվենք։ Վստահ եմ, որ հասուն ժամանակներ են ապրում, այո, ռուսական համագարկը փլվում է, դրա փոխարեն թուրքական համագարկն է փորձում լրացնել
այդ դատարկությունը մեր խնդիրն է թույլ չտալ թուրքականը փոխարինելու ռուսականին